Երևանում այս օրերին անցած համաեվրոպական վեաժողովի մասին դեռ շատ է խոսվելու։ Թերևս ամենակարևոր արդյունքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունն է առ այն, որ Հայաստանից պետք է դուրս բերվեն ռուսական գաղութային զորքերը, շուրջ 5000 զինվոր։ Սա բեկումնային պահ է։ Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջատար միջուկային երկրներից մեկի նախագահի նման հայտարարությունը դա կատակ չէ։ Մենք եվրոպական կուսակցությունս տարիներ շարունակ պնդում ենք, որ ռուսական բանակը պետք է դուրս բերվի Հայաստանից և առաջարկում ենք հենց ֆրանսիական զորքերով փոխարինել այն որպես անվտանգության գործոն։ Մեզ եկնում են, հիշում եմ, Արմքամեդիի տղաները առաջարկում են տեղակայել ֆրանսիական բանակը Խզմալյանի ամառանոցում։ Հիմա արդեն եկնելու տեղ ու ժամանակ ու հավես չկա, որովհետև եթե մեզ լսեին ավելի շուտ, եթե 18 թվականին Բոլթոնին չմերժեր Փաշինյանը, 20 թվականի պատերազմը համենայն դեպս այդպիսի վախճան չէր ունենա, եթե մեզ լսեին ավելի ուշ, 23 թվականի Արցախի պատրիացիդը տեղի չէր ունենա։ Ինչևէ, Մակրոնը ավարտում է իր նախագահական ժամկետը և վերջում անում է այդպիսի առաջարկություն։ Ֆրանսիացիները անում էին նման առաջարկություններ և նախկինում։ Պատերազմի ժամանակ հոբ առաջարկելով, Արցախը ճանաչելու առաջարկով հանդես եկած ազգային ժողովը Ֆրանսիայի, սկանդինավյան խաղաղապահներ, այդ ամենը Հայաստանը մերժում էր, Փաշինյանն էր մերժում։ Ասում են Ռուսաստանի ճնշման ներքո։ Եվ ինչը հիմա անում Փաշինյանը այդ Ռուսաստանի ճնշման ներքո, հայտարարում է Հայաստանը Եվրամիության անդամակցության դիմում տալու մասին։ Ոչ, մենք այլևս չունենք ժամանակ և տարածք չունենք տալու, հանձնելու, սպասելու, ուստի սա պատահական չէ, որ ասված է այս պահին։ Բայդենը իր գնալուց օրեր առաջ առաջարկեց ռազմավարական դաշինք, բայց հաջորդ իսկ նախագահ Թրամփը առանձնապես լուրջ դրան չի վերաբերվում։ Մենք չենք կարող սպասել, թե ով է լինելու Մակրոնից հետո, կրկնում եմ, որ երրորդ անգամ, սա մեր վերջին շանսն է, և սա է լինելու պսակը այս եվրոպական վեաժողովի Երևանում։